Հանցանքի հետքով հաղորդման շրջանակում հնչողահազանգերը չեն դադարում։ Մեզ ահազանգում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական եւ վարչական գործերով իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարող քաղաքացիները։ Տղամարդու անշնչացած մարմինը իրավապահները հայտնաբերել են կապված եւ բազմաթիվ վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործության հետևում կանգնած է մի խումբ, որը տևական ժամանակ հետևել է քաղաքացուն եւ պլանավորել նրա տանից գողություն կատարել։ Ոստիկանության հերթական բացահայտումը սարսափելի կադրերով եւ ուշագրավ մանրամասներով։ Մարտի 31-ին ժամը 11:17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնեց, որ Երևանի Համոսահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ 2 օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ մեկնեցին դեպքի վայր, որտեղ հայտնաբերեցին միայնակ բնակվող Մարատ Սուվորովի տին։ 24-ամյա տղամարդու ոտքերը ձեռքերը կապված էին։ Մարմնի տարբեր մասերում կային մի քանի տասնյակից ավելի կտրած ծակած վնասվածքներ։ Տին գտնվում էր ննջարանում, հատակին, որտեղ ամբողջությամբ անանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի տան դուռը բաց էր։ Տունը խառնշտված էր։ Ակնհայտ էր, որ գործ ունենք առանձնակի դաժանությամբ եւ շահադիտական դրդումներով սպանության հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները անցան օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք դեպքից ընդամենը ժամեր անց տվեցին իրենց արդյունքը։ Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առքուվաճառքով։ Տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել էին թափված մետաղադրամները։ Պարզվեց, որ դեռևս 2024 թվականի ամռանը հանցանք կատարած անձինք պլանավորել են Մարատ Սուվորովից գողանալ մետաղադրամներն ու թանկարժեք իրերը։ ՀՆԳ ոստիկանության ՔՎԳՕ եւ ԵՔՎ բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ 42, 52 եւ 35 տարեկան քաղաքացիները Սուվորովին վաճառել են հափշտակված իրեր եւ առարկաներ, որից հետո համաձայնության են եկել, որպիսի վերջինիս պատկանող բնակարանից հափշտակեն թանկարժեք իրեր եւ մետաղադրամներ եւ առարկաներ։ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո հանցանք կատարած անձինք Երևանի Համոսահյան փողոցի մոտակայքում Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի փորձ են կատարել։ Սակայն մարդաշատ փողոցը ամեն անգամ խանգարել է հանցավորներին իրագործել իրենց մտադրությունը։ Ի վերջո 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը հանցավոր խմբի անդամները որոշեցին ապօրինի մուտք գործել միայնակ բնակվող իրենց Զոհի բնակարան։ Մի քանի չհաջողված փորձերից հետո մարտի 30-ին նշված 3 քաղաքացիները Opel Magnish-ի ավտոմեքենայով մեկնել են Երևան քաղաքի Համոսահյան 11 հասցեում գտնվող բնակարան, որը պատկանում է Սուվորովին, ապօրինի մուտք են գործել ներս, կապել Սուվորովին, որի ընթացքում վերջինս ցուցաբերել է դիմադրություն կծելով նշված քաղաքացիներից մեկի ձեռքը, որից հետո հանցավոր խումբը դաժանաբար ծեծեի ենթարկել Սուվորովին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Սուվորովին կյանքից զրկելուց հետո հանցավոր խմբի անդամները բնակարանից հափշտակել են թանկարժեք իրեր, առարկաներ եւ դիմել փախուստի։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օն եւ բնակության վայրը պարզած Հարութ Կ-ն դեպքի հաջորդ օրը 2025 թվականի մարտի 31-ին մեկնում են Տավուշի մարզ ՀՀ սահմանը հատելու եւ գողունը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, որտեղ սպանության եւ ավազակային հարձակում կազմակերպելու, օժանդակելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել են ՀՀ-ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ Հանցավորներից մեկի անձնական խոզարկությամբ հայտնաբերվեց Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան եւ մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։ Հանցանք կատարած 4 անձինք էլ կալանավորվել են եւ տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։ Նախաքննությունը շարունակվում է։